ուղղակի ուզում եմ լրացնել, որ իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ։ Իշխանափոխությունը նախ եւ առաջ միջոց է մեր ռազմավարական նպատակները եւ առաջադրումները եւ անելիքները իրականացնելու համար։ Տեսեք, Կարմեն Ռուստամյանը խոսեց համազգային, համահայկական, քաղաքական եւ ազգային համախմբերի մասին։ Այդ ճանապարհին մենք ունենք նաեւ կարևոր մեկ այլ հանձնառություն, որը ամրագրված է նաեւ ընդհանուր ժողովի բանաձևերով։ Դա կենսունակ պետության, կենսունակ Հայաստանի օրակարգի շուրջ համախմբում, ազգային համախմբում կազմակերպելն է, ինչ պետություն ենք պատկերացնում, որոնք են այդ կենսունակ պետության առաջնահերթությունները։ Ի վերջո, եթե մենք խոսում ենք եւ իրավացիորեն ենք խոսում, որ անցնող, ուրեմն այս իշխանությունները թողել են մի հետագից ամբողջական կազմակերպման, ինքնութենական արժեքների, կառավարման ճգնաժամի, անվտանգային ճգնաժամի, որն է մեր պատկերացումը ապագա, այսինքն աղվաղված բառեր են, չէ՞ օգտագործում, իրական, ապագա Հայաստանի, բայց իրական այլընտրանքը որն է, եւ մեզ համար Արմեն Ռուստամյանը խոսեց քաղաքական գործիքակազմերի մասին, բայց շատ նաև կարևոր է եւ մեր բանաձևերում ունենք այդ Հայաստանի, կենսունակ Հայաստանի, մրցունակ Հայաստանի, նոր որակի Հայաստանի պլատֆորմի գոյացումը, ինչպիսի երկիր, ինչպիսի պետություն, որի շուրջ կարողանանք այդ մեր այլընտրանքային ծրագրերի շուրջ, պատկերացումների շուրջ հնարավորինս համահայկական օրակարգ, մասնակցություն եւ նաև հանրային համազգային հենարան ձևավորելու։ Այսինքն ապագա իրական ապագա Հայաստանի օրակարգի շուրջ կենսունակ պետության օրակարգի եւ այդ պլատֆորմի պետության պլատֆորմի շուրջ համախմբում գոյացնելը եւս մեր կարևորագույն քաղաքական պլատֆորմն է եւ գործիքներից մեկը համազգային համախոհություն ձևավորելու եւ ամենակարևորը այս պարագայում նաեւ պարակտված սփյուռքը, պարակտված հասարակությունը, որովհետեւ պարակտված հուսահատված անելանելիության եւ պարտության հասարակությունը, որը դիտավորյալ փաթաթվեց մեր հայ ժողովրդի վզին, որոնք պարտված հասարակություն են եւ մենք զիջումներով կարող ենք պահել մեր գոյատևումը, կարողանանք ջարդել, բեկել եւ դա եւ մենք ունենք այդ պլատֆորմը, շուտով մենք նաև հանրության դատին կներկայացնենք Հայաստանի մեր իրական պատկերացումը, որը համոզված ենք, որը թե համահայկական համերաշխության ըմբռնումի համախմբումի եւ նաև ներազգային քաղաքական կյանքում կարևոր ազդակ կարող է լինել։